Բարև ձեզ, ես Վիկտորիա Մելքումյանն եմ, սովորում եմ Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Այսօր մենք ձեզ ցույց կտանք, թե ինչպես կարելի է չափել ջրի նմուշի pH-ը օգտագործելով pH թվային հաշվիչը։ Այսօրվա համար մենք օգտագործելու ենք Growline-ի թվային հաշվիչը։ Ձեր թվային հաշվիչը կարող է տարբերվել, այդ իսկ պատճառով անհրաժեշտ է հետևել հենց ձեր հաշվիչի վրա նշված քայլերին։ Սկզբում միացրեք չափիչ սարքը, սեղմելով միացման կոճակը։ Այնուհետև շրջեք սարքը և հեռացրեք մարտկոցի ծածկը, պտտելով փոքր սլաքը դեպի աջ, դեպի ապաբլոկավորման նշան։ Ծածկը հեռացնելուց հետո սեղմեք Setup կոճակը, որը գտնվում է մարտկոցի ստորին աջ մասում։ Էկրանին պետք է հայտնվի Set բառը և դրա տակ փոքր T տառը։ Դրանից հետո երկու անգամ սեղմեք միացման կոճակը, անցնելու կալիբրացման կամ տրամաչափման ռեժիմ։ Էկրանին կհայտնվի Cal Quick կամ Cal STD տարբերակներից մեկը։ Cal կոճակը սեղմելով կարող եք անցնել այս տարբերակների միջև։ Եթե դեռ չի ցուցադրվում Cal Quick, սեղմեք Cal կոճակը այն ընտրելու համար։ Երբ Cal Quick գրվածքը երևա, սեղմեք միացման կոճակը դուրս գալու կալիբրացման ռեժիմից։ Այնուհետև նորից տեղադրեք մարտկոցի ծածկը։ Սարքը այժմ պատրաստ է կալիբրացման։ Կալիբրացման համար բացեք HI 50036 կալիբրացման լուծույթը, որը տրամադրված է հավաքածուի մեջ, և լցրեք այն չափիչ բաժակի մեջ, այնքան, որ սարքի կանաչ պլաստիկ ծածկով հատվածը ամբողջությամբ ընկղմի։ Հեռացրեք կանաչ պլաստիկ ծածկը և ընկղմեք սարքը լուծույթի մեջ։ Անհրաժեշտության դեպքում թեքեք բաժակն այնպես, որ սարքը լիովին ընկղմի։ Տրամաչափումն ընթանում է, երբ էկրանի վերևի ձախ անկյունում ժամացույցի նշանը սկսում է թարթել։ Երբ կալիբրացումը ավարտվի, էկրանին կցուցադրի Star բառը և կվերադառնա չափման ռեժիմ։ Մինչև փորձարկումը սկսելը մաքրեք սարքը, թաթախելով և պտտելով այն մաքուր թորած ջրի մեջ։ Չափում կատարելու համար սեղմեք միացման կոճակը, հանեք կանաչ պլաստիկ ծածկը և ընկղմեք սարքը ջրի նմուշի մեջ։ Պտտեք այն նմուշի մեջ, մինչև վերևից ձախ անկյան ավազես ժամացույցի նշանը դադարի թարթելուց և ցուցադրվող թիվը կայունանա։ Ներկայիս ցուցադրված արժեքը կլինի ձեր վերջնական չափման արդյունքը։ Գրանցեք այն։ Այնուհետև մաքրեք սարքը թորած ջրով և նորից տեղադրեք կանաչ ծածկը։ Չափումն ավարտված է։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ սարքի վրա չափման արդյունքները չեն պահպանվում։ Սարքը միայն իրական ժամանակում է ցուցադրում արժեքը, ուստի եթե սարքը հանեք լուծույթից առանց արժեքը գրանցելու, այն կկորչի։